ընկերներ, որպեսզի նաև դպրոցների շինարարության նորոգման ոլորտում մեր աշխատանքների ծավալները եւ մենք եւ հանրություն լավ պատկերացնի, ես ուզում եմ նաև թվարկել այս որոշմամբ ինչ դպրոցների ենք անդրադառնում, մասնավորապես դպրոցների կառուցման տարեկան հատկացման ավելացում տողով մենք ֆինանսավորում ենք Արագածոտնի մարզի նոր Եդեսիայի Ներսես շնորհալու անվան միջնակարգ դպրոցի կառուցումը, որ ընթացքի մեջ է, Արմավիրի մարզի նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի կառուցումը, որը ընթացքի մեջ է, Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզի կառուցումը, որի շինարարությունը մեկնարկում է, եւ նաեւ դպրոցների վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության չափագրության նախահաշվային փաստաթղթերի կազմում, այսինքն տեսեք ես ինչ զարգացում ունեցավ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որովհետև երբ որ ծրագիրը մեկնարկում էինք, մենք մոտավորապես պատկերացնում ենք, որ Հայաստանում 300 դպրոց կա, որը կապիտալ ներդրման անհրաժեշտություն ունի եւ սկսեցինք զբաղվել 300 դպրոցների նույնականացմամբ, թե կոնկրետ որտեղ լինի, եւ այդ հետազոտության ընթացքում մենք պարզեցինք, որ ըստ էության Հայաստանի, եթե չչափազանցնենք, ամբողջ դպրոցական ֆիզիկական ենթակառուցվածքը ըստ էության վերափոխման եւ նորի կառուցման անհրաժեշտություն ունի, բայց մյուս կողմից մենք չենք կարող հիմա ուղղակի ասել դե լավ, սպասենք մինչև դրանք հանգիստ ավերվեն, մինչև մենք նորը կսկսենք կառուցել, դրա համար ըստ էության հնդածած ծրագրի մեթոդաբանության դիվերսիֆիկացիա տեղի ունեցավ եւ մենք նաեւ հաշվի առնելով մասնավոր ոլորտի կարողությունները, որտեվ ինչպես տեսանք ցավոք, հիմա նախորդ օրը քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ էինք քննարկում, մենք իրադրություններ ունենք, երբ որ մրցութային կարգով ընկերությունները 3-4 դպրոցների շինարարություն են շահել, բայց հիմա այդ 3-4 դպրոցների շինարարություններ նորմալ չեն կարողանում իրականացնել։ Եվ մենք հիմա շատ դեպքերում ստիպված ենք գնում բանակցել, փորձել գործընկերային լուծել պայմանագիրը, այնտեղ որտեղ չի ստացվում ուղղակի միակողմանիորեն լուծում պայմանագիրը, բայց մյուս կողմից մենք դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքի պահպանման եւ ստեղծման process չենք կարող կանգնեցնել, սպասել լավագույն պայմանների եւ ժամանակների, եւ մենք հիմա ըստ էության ամբողջ դպրոցական բոլոր շենքերը գույքագրում ենք եւ հասկանում ենք այնտեղ որ հիմա ծայրահեղ անհրաժեշտ է որ այնտեղ շենք են վիճակում որ որևէ ներդրում անելը իմաստ չունի, հետեւաբար պետք է գնալ այդտեղ հին շենքը ապամոնտաժելու, նորը կառուցելու ճանապարհով եւ այսպես բան ենք անում, դասակարգում ենք, որտեղ ենթադրենք կարող ենք հիմա նորոգել, որպեսզի եւս 5 տարի, 7 տարի, չգիտեմ, 10 տարի դպրոցը ծառայի, միջև ամենավատ վիճակում գտնվողներով կառուցելով կգանք, կհասնենք, բայց մեր վերջնական նպատակն է նա, որ ըստ էության 10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն է նա, որ այսօր գոյություն ունեցող հին դպրոցների, բոլոր հին դպրոցների փոխարեն պետք է մենք ունենանք նոր դպրոցներ։ Նոր դպրոց ասացնել կախված այդ արդեն էլ կգնահատվի, թե որ թվից սկսած է, որ մենք արդեն համարում ենք, որ այդ առաջիկա 50 տարվա մեջ ուղղակի պետք է սպասարկենք այդ դպրոցները, ահա այդ տրամաբանությամբ հիմա նաև այդ զննման աշխատանքներն են արվում եւ ուզում եմ թվարկել, թե որ դպրոցների մասին է խոսքը։ Այսինքն արդյունքում այս բոլոր դպրոցների հետ կապված որևէ որոշում է կայացվելու կամ նորոգել, կամ որոշում է կայացնելու Սրանք նրանք են, որ որոշել ենք, որ պետք է նորոգվեն եւ ահա այդ թվերի ընդ որում մենք պլանավորում ենք սա միջև 1 տարվա ընթացքում նորոգել, չէ՞, մեր պլանն է նա, որ 1 տարվա ընթացքում նորոգենք։ Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար
145 հիմնական դպրոց, Երևանի Թելմանի անվան 13 հիմնական դպրոց, Երևանի Հովհաննիսյանի անվան 194 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Կաքավաձորի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Աղցքի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Երնջատափի Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեչի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Ախուրյանի Աղբալյանի անվան դպրոց, Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Ախլացյանի միջնակարգ դպրոց, Վայոց-Ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց։ Հիմա նաև ֆինանսավորում ենք այս դպրոցների նորոգումը, հիմա սկսում ենք, հա, ճիշտ հասկացա, չէ։ Հիմա այն դպրոցները, որոնք արդեն նորոգումը համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այդ առաջին ցանկը, որ կարդացիք, դրանք են, որ ընտրել էինք ակնադիտական զննության արդյունքում, որ նորոգման ենթակա են։ Հիմա ըստ էության այդ աշխատանքը փոխարինման նախագծերի կազմանը, կավարտենք կմեկնարկենք նորոգումը, իսկ երկրորդ ցանկը նրանք են, որոնք որ արդեն ընթացքի մեջ են, նորոգվող են։ Մի ճշտում անեմ, պարոն վարչապետ, եւ կամ լրացում մենք դուք նշեցիք արդեն ըստ էության գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են, 45-ի կառուցումը ավարտված եւ մնացած 140-ը նորոգվողներն են։ Այս ցանկերում ներառվածները 22 եւ եւս մոտավորապես 25, դրանք են, որտեղ արդեն նորոգումները մեկնարկել են կամ հիմա մեկնարկում ենք։ Առաջիկա ամիսների ընթացքում կբերենք նոր ցանկեր, եւ այս նորոգվող դպրոցների ցանկը հանրագումարով կհասնի 140-ի։ Որտեղ արդեն ընթացքում են Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ստեփանավանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզում, Գյումրի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց։ Ազատանի դպրոցի մի մասնաշենքը կառուցված էր, այս երկրորդ մասնաշենքը պարզապես նորոգվում է։ Տավուշի մարզի Բերդի Սաղումյանի անվան ավագ դպրոց, Կայանի Հովանես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց։ Եվս 27 դպրոցում մեկնարկում է նորոգման աշխատանքը։ Մաստարայի Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզում Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզում Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց կրկին Արմավիրի մարզում, Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի մարզի Աշոտսկի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջանի միջնակարգ դպրոց վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց։ Էլ Գյումրիում դպրոց մնաց։
Մենակ չասեք մնաց, պարոն Արուշյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում Շիրակի մարզում 26 դպրոցներ են վերանորոգվում, որից 15-ը Գյումրիում է, ինքը ընդհանուր փաթեթը 5.7 միլիարդ է, 4 միլիարդից ավել միայն Գյումրու 15 դպրոցների նորոգման համար է եւ Գյումրիում քանի դպրոց կա ընդհանրապես։ Չեմ կարող ասել հիմա հստակ, որտեղ դպրոցներ կան, որոնք նախարարության ենթակայության տակ են եւ միջնակարգ դպրոցները մարզպետարանի, բայց պարոն վարչապետ, ուզում եմ ասեմ, որ վերանորոգում, որ ասում ենք, չպատկերացնեն էլ մեր քաղաքացիները կոսմետիկ վերանորոգում, որտեղ այնտեղ հիմնանորոգման պես աշխատանքներ են տանում, թե տանիք, թե պատուհաններ, թե ներսում եւ նաեւ ամբողջությամբ եւ նաեւ գույքի նոր գույքով են գնալու այդ դպրոցները, աշակերտները տասի ու այդտեղ Շիրակի մարզում լայնածավալ աշխատանքները սկսվել են արդեն։ Պարոն, ոչ միայն Շիրակի մարզում, ոչ միայն։ Ես մերից եմ տեղյակ, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Սյունիքի մարզ, Սիսիանի թիվ 4 հիմնական, ուղղակի Գյումրին տենց շատ բան, այսինքն ծավալը Գյումրիի հենց ակնհայտ էր, դրա համար հետաքրքրվեցի դպրոց կա, որ դուրս ամնում։ Ենթադրում է, որ մյուսները նորոգման կարիք չունեն, եթե այս ցուցակի մեջ չեն մտել կամ առնվազն, եթե նույնիսկ ունեն, կանդրադառնանք նաև նրանց։ Սյունիքի մարզում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Քաջարյանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզում Թեղուտի միջնակարգ դպրոց, Բերթավանի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց։ Այսքանն էր, հարգելի գործընկերներ, համեցեք Տիկին Անդրեաս։ Պարոն վարչապետ, ես կուզեի ընդգծել, որ այս ցանկում ընդգրկված դպրոցների մի մասում մենք արդեն իսկ աշխատանքների մի լուրջ ծավալ էինք արել, մասնավորապես մարզադահլիճ էինք կառուցել կամ վերակառուցել, ինչպես օրինակ Վայոց-Ձորի Շատինի դպրոցն է կամ Թալինի Ավագ դպրոցն է, եւ հիմա այս նորոգման աշխատանքներով մենք ամբողջացնում ենք միջավայրը, այսինքն ստանալու ենք ամբողջական նոր ստանդարտներին համապատասխանող եւ նորակառույց դպրոցներից կարելի ասել գրեթե ոչ մի բանով, բացի նախագծային որոշ յուրահատկությունները չտարբերվող միջավայրեր երեխաների համար։ Այդ կարծում եմ այդ կարևոր դիտարկում անել, որ այս նորոգումը այն նորոգումը չի, որ մենք պատկերացնում ենք։ Այսինքն ըստ էության ինչի ենք անունը նորոգում եւ ոչ թե հիմնանորոգում, որովհետեւ ստանդարտներով, տեխնիկական կանոնակարգերով այսինքն զուտ կազմակերպչական բարդություններից խուսափելու համար, բայց ինչպես ասվեց պարոն Խաչատրյան, եթե Տիկին Անդրեասը մի բան բաց թողեմ, խնդրում եմ լրացրեք ինձ, ինչպես ասեց, տանիքը պարտադիր պետքա նորոգվի, սանհանգույցները պարտադիր պետքա նորոգվեն, նոր գույք պետքա պարտադիր տրվի, բնականաբար միջանցքները, դասասենյակները, պատուհանները, նոր գույք, միջավայրը, բակը եւ այլն, ջեռուցման համակարգեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ըստ էության շատ ճիշտ կլինի, որպեսզի ոչ տեխնիկական լեզվով, այսինքն դպրոցի նորացման ըստ էության ծրագիր է, որը մենք նպատակադրվում ենք, որ այս նորոգումը այնքան նորոգենք, որ օրինակ աչքաչափով մի որոշակի շրջափուլ լիարժեք աշխատի դպրոցը, հաջորդ փուլում արդեն որոշում կկայացնենք մեծ հավանականությամբ որոշումը կլինի նոր դպրոց կառուցելը, ընդ որում այնտեղ որտեղ շենքերը կլինեն լավ վիճակում, այդ մենք կփոխանցենք պետական գույքի կառավարման կոմիտեն, որպեսզի հետագա ընթացքը լուծի, այնտեղ որտեղ շենքերը ապամոնտաժման անհրաժեշտություն կունենան, դպրոցները կառուցվեն նոր տեղում։ Ես սա ընդգծում եմ նաև կարևոր է, որպեսզի մենք եւ հանրությունը պատկերացնեն հանրակրթության ոլորտում իրականացվող ներդրումների մասշտաբը, որը այս թվարկումից կարծում եմ ավելի ակնհայտ է երևում, իհարկե մնացած կազմակերպչական հարցերը, բարդությունները փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ պարբերաբար քննարկվում են եւ փորձում ենք լուծումներ գտնել, որպեսզի հստակ նախանշված ժամկետներում, նախանշված որակով մեր նախագիծը իրականացվի։